երբ մենք ասում ենք բովանդակային առումով, ինչ այսօր քննարկվում է, որևէ առնչություն չունի 20 թվականի սահմանադրության փոփոխության, նոր սահմանադրության փոփոխության բովանդակության հետ, դա փաստ է։ Հիմա երեկվանից քչփորել են, գտել են մի հայտարարություն, որ Նիկոլ Փաշինյանն արել է 20 թվականի հուլիսին։ Այդ մեկն է, այս պահին այդ մեկը հրապարակվել է, մեկին անդրադառնամ։ Իհարկե, չեք անդրադառնում նրան, որ առանցքը այնտեղ փոփոխության, պետական կարգի, կառավարման մոդելի փոփոխության հարցն է, որի մասին հիմա որևէ քննարկում չկա, ասում եք, պարլամենտարական համակարգը ընտիր համակարգ է։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, մի ընդհատեք, հետո կխոսեք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ հայտարարությունից առաջ մոտ ժամանակահատվածում դուք եւ Նիկոլ Փաշինյանը գնում էիք սահմանադրության փոփոխության այս ձևաչափով։ Սահմանադրության փոփոխությունը փորձում էիք մարդկանց համոզել հպարտ քաղաքացու անձնագրով, որը ամենևին այս քարտեզը չի։ Հետևաբար գալ, այստեղ ասել, նույնիսկ 20 թվականին սահմանադրության փոփոխության բովանդակությունը նույնն է այսօրվա բովանդակությամբ, իհարկե նույնը չի։ Այսօրվա սահմանադրության հարցը բացառապես այն տիրույթում է, մենք պետք է հանենք անկախության հռչակագրին հղումը, թե չէ։ Այսօրվա ձեր սահմանադրության, որ մենք կոչում ենք Ալիևյան սահմանադրություն, բովանդակությունը միայն դա է։ Կա Ադրբեջանի նախապայման, այդ նախապայմանները երկուսն են եղել, մեկը Մինսկի խմբի համանախագահության չեղարկում, որն իրականացվեց նախաստորագրման փուլում, երկրորդ պահանջը Հայաստանի Հանրապետության սահմանադրության այնպիսի փոփոխություն, որը անկախության հռչակագրին հղումը կհանի, որի իրականացմանը դուք բոլորդ հիմա մասնակցում եք։ Այս պարլամենտը կարող է հաստատել սահմանադրության նոր տեքստը եւ դնել հանրաքվեի, եթե կա 2/3 մեծամասնություն։ Դուք չունեք այդ մեծամասնությունը։ Եվ մեզ էլ որևէ մեկը չի լիազորել, որպեսզի մենք այդ փոփոխությունը իրականացնենք։ Հետևաբար սա նոր սահմանադրության հարցը ոչ թե հետընտրական ձևավորված օրակարգ է, այլ նախընտրական օրակարգ է, որի պատասխանը ժողովուրդը տվել է, այսինքն չի ուզեցել նման փոփոխություն։